Սիրելի հայրենակիցներ, մենք հիմա գտնվում ենք մեծավան խոշորացված համայնքում։ Մենք շրջեցինք գյուղում, շփվեցինք մեր քաղաքացիների հետ, ողջունեցինք, ասացինք, որ նրանց շատ ենք սիրում։ Հորդորեցինք, որ հունիսի 7-ին գնան ընտրական տեղամասեր եւ քվեարկեն համար 16-ի օգտին։ Սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ը կարևոր շրջափուլ է մեր պետության համար։ Ես առիթ ունեցա ասելու, որ մենք հիմա գտնվում ենք մեր հարազատ Լոռիում, մեր հարազատ Տաշիրում, մեր հարազատ Մեծավանում ու շատ ենք սիրում մեծավանցիներին, բայց նաև պիտի նշեմ, որ որոշ արկածախնդիրներ երկու տեղ այսօր փորձեցին խանգարել մեզ, բայց ինչպես փորձը ցույց է տվել այս տարիների, մեր ընթացքը կասեցնել հնարավոր չէ։ Այսօր ասել եմ, էլի եմ ասում, ձեր քաղաքական քոքը կտրելու են։ Հունիսի 7-ի ժողովուրդը ձեզ ցույց կտա ձեր տեղը։ Ուրեմն, քաղաքական սոլիդարությունը շատ կարևոր բան է։ Մենք այս քարոզարշավը սկսել ենք մեր բարեփոխումների մասին խոսելուց, մեր երկրի ներկայի, ապագայի, խաղաղության հասնելու ճանապարհի մասին խոսելուց։ Ժողովուրդը ամենտեղ սիրով մեզ դիմավորել է եւ շարունակում է դիմավորել։ Բայց վերջին օրերին որոշ քաղաքական արկածախնդիրներ, հիմնականում պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները փորձում են իրենց նեղ, տեղայնական հայրենասիրության հիման վրա մեր առաջ ինչ-որ խոչընդոտներ հարուցել։ Դուք ով եք, որ կարողանաք հայ ժողովրդի ընթացքը կասեցնել, ով եք դուք։ Այս մարդիկ մեղք են, մի օգտագործեք։ Մի օգտագործեք այս երեխեքին։ Նայեք, մանկահասակ երեխեքին բերել դրոշները ձեռն են տվել ու փորձում են իրանց համար քաղաքական հենարան ու կապիտալ ստեղծել։ Սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ը բախտորոշ է Հայաստանի Հանրապետության համար։ Այսօրվա քարոզարշավից հետո ես վստահ եմ, որ մենք Տաշիրում հաղթանակ ենք տոնելու։ Ես վստահ եմ, որ հեղափոխությունը մտնելու է Մեծավան, մտնելու է Տաշիր, մտնելու է Նորաշեն, մտնելու է Միխայելովկա, մտնելու է Սարչապետ ու այդպես շարունակ։ Որովհետև ցավոք 2018 թվականից հետո տարբեր խմբեր հասարակության մեջ ծվարել են, իրանց գառան տեղ են դրել, բայց իրականում բորենի են եղել ու սպասել են դարանակալած, որ Հայաստանի Հանրապետությանը թիկունքից հարված է։ Դուք դարանակալ բորենիներ եք ու ժողովուրդը ձեր հախից գալու է։ Ժողովուրդը բջիջներով զգում է, ով եք դուք, ում եք ծառայում, ում եք ծառայեցնելու նրանց քվեն, եթե տվեց ձեզ։ Եվ նորից եմ ասում, մեր ընթացքը շարունակվելու է նաև առաջիկա օրերին։ Ձեզ հորդորում եմ, հասկացա, որ դուք չեք հասկանում ինչա սոլիդար լինելը, ինչա այն պատիվը, որ տանտերը կամ համայնքի ներկայացուցիչը կարող է հյուրերին ընդունել։ Դուք հյուր ընդունել չգիտեք, այս ժողովրդին առաջ ես ձեզ ասում եմ, դուք մանր, շատ մանր ու խեղճ մարդիկ եք։ Ես խղճում եմ ձեզ, բայց ուզում եմ ասել, հաղթելիս չեմ խղճալու։ Ու էլ այլևս քաղաքացիական պայմանագիր կուսակցության ոտի տակ չմնեք։ Ոտի տակ չմնեք։ Շնորհակալ եմ, սիրելի Մեծավան, շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար, սիրում ենք բոլորիդ։ Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ, Նիկոլ
Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Շնորհակալ ենք սիրելի մեծավար։ Նա պայ մեծավարում ու գնանք։